մարդիկ, ովքեր եկել են եկեղեցում եւ հեռանում են եւ օրինակ իմ աշխատավայրերից մեկում ունեմ գործընկեր, ով ասում է, որ իրեն վանում է օրինակ եկեղեցում տեսնել վաճառ կամ երբ հոգեվորական օրինակ հոգեվոր ծառայությունը կատարում է վճարովից, սա կարող է պատճառաբանություն դառնալ հեռանալ հավատքից, թե Հրաշ ջան, ասեմ, դա բխում է նրանից, որ մի քիչ առաջ ասացի, որ կան հավատացյալների կամ մարդկանց տեսակներ, որոնք եկեղեցուց սպասումներ ունեն եւ ոչ թե եկեղեցուն նվիրումներ։ Մարդիկ իրենց ձևով են մտածում։ Նախ եկեղեցում ինչ որ վաճառվում է, որովհետեւ եկեղեցին կենսական խնդիրներ ունի։ Չպետք է վաճառվեր, եթե հավատացյալը առանց որևէ բանի բերեր իր վաստակից եկեղեցուն բաժին տար, որ գնա քո կենսական խնդիրները լուծի։ կաթոլիկների մոտ այդպես է։ Չգիտեմ, քան որ անծանոթ եմ, չասեմ, եւ կաթոլիկներ ասածը լայն շատ մասշտաբային բան է։ Կարող է կաթոլիկ եկեղեցու ինչ որ մի երկրում, այո, այդպես լինի, ինչ իմանանք։ Մեր մոտ էլ ժամանակին եղել է։ Հիմա էլ որոշակի մենք փոքր գաղութներ ունենք միգուցե հայկական, որտեղ դեռ որոշակի պահպանվում է։ Իսկ ինչ մնում է հոգեվորականի ծառայության դիմաց վարձատրությանը, ուրեմն հոգեվոր բնույթի ծառայություն։ Դա հոգեվոր ձեռքբերում է, ճիշտ է։ Իսկ կարող ես չափել ինչքան արժե։ Մեր աշխարհի որևէ արժույթով կարող ես չափել։ Կարծում եմ ոչ։ Այսինքն, եթե մարդը մգրտությամբ դառնում է երկնքի արքայության ժառանգորդ, աշխարհի որևէ մի արժույթով կարելի է գնահատել։ Ինձ թվում է, որ ոչ, Իհարկե հոգեվոր ոչ։ արժեքները Իհարկե ըստ ոչ։ երևույթին գնահատել չի Իհարկե կարելի։ ոչ, հնարավոր չէ, չէ։ Այսինքն, եղավ որ մենք, եթե մեկ ասում է վարձատրվում է, նշանակում է մենք աշխարհիկ ծառայություն ենք մատուցել, որ վարձատրվում ենք։ Մեր աշխարհիկ չէ, մենք չենք վարձատրվում։ Մեզ չեն վարձատրում։ Մեզ մեր կատարած ծառայության դիմաց նվիրում են, որովհետև մենք ավելի թանկ ենք նվիրել եւ մարդիկ էլ փորձում են որոշակի բան նվիրելու մեր կենսական հարցերը լուծելու։ Իսկ դա մենք չենք հորինել։ Հիսուս ինքն է դա դրել։ Հստակ դնելու համար Պողոս Արաքյալը հետո մի ուրիշ բան է ասում է մենք ձեր հոգևոր կարիքներն ենք ապահովում։ Մեծ բան է որ դուք էլ մեր մարմնավոր կարիքներն ապահովեք։